Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավելևս չենք կռվելու, որտեղ դա անլուրջ է։ Հայաստանը իր մասշտաբն է, Ռուսաստանը գերտերությունը, որին պետք է վերաբերվել հարգանքով եւ մենք վերաբերվում ենք հարգանքով։ Եվ Ռուսաստանի շահերին ենք մենք վերաբերվում հարգանքով։ Ես նախկինում ասել եմ, ելի ասում եմ, որ Հայաստանը երբեք ներգրաված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրաված չի եւ ներգրաված չի լինելու։ Ես ձեզ նախորդ բրիֆինգի ժամանակ պատվեցի մի դրվագ, որ պաշտոնական բանակցությունների ժամանակ ասվեց, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների, Հայաստանի Եվրամիության հարաբերություններին վնաս է հասցնում Ռուսաստանի շահերը։ Ես խնդրում եմ մի օրինակ բերեք։ Երկու անգամ այդ հարցը կրկնել եմ եւ ոչ մի օրինակ հնարավոր չի եղել բերել, որովհետեւ չկա այդպիսի օրինակ։ Ասում է, որ Ուկրաինայի նախագահը եկել է Հայաստան, կներեք, իսկ ինչու՞ պետք է չկար Հայաստան։ Ինչի որ Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահ չէր գնում Ռուսաստան։ Կամ Ռուսաստանի նախագահ չէր գնում Ադրբեջան։ Çünkü մենք ասել եղել է տենց դեպքի, որ մենք ասենք ինչի է այն ժամանակ, երբ որ Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր։ Եղել է տենց բան, որ մենք ասենք ինչի է Ադրբեջանի նախագահը գնում Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը գնում Ադրբեջան։ Այսինքն ինչ մենք հարաբերությունները պետք է մանավանդ ես դեռ 2022 թվականին ասել եմ, որ մենք Ուկրաինայի հետ կապված հարցերում այն ժամանակ հապկում մեր գործունեությունը նույնիսկ սառեցված չէր։ Ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չի։ Շատ պարզ տրամաբանություն է։ Ինչն է խնդրումը։ Ինչի պետք է Ուկրաինայի նախագահը չկար Հայաստան։ Ինչն է խնդիրը։ Էլի եմ ասում, որ առնվազն այնքան, ինչքան մեր կոնֆլիկտի ժամանակաշրջանում Ադրբեջանի նախագահը քանի անգամ է գնացել Ռուսաստան։ Կամ Ռուսաստանի նախագահը քանի անգամ է գնացել Ադրբեջան։ Դա ինչ բան է, այսինքն ինչ մենք պետություն չենք, Ուկրաինան պետություն չի։ Ուկրաինան ՄԱԿ-ի անդամ պետություն է, եվրոպական քաղաքական համայնքի անդամ պետություն է։